Հրավիրում եմ ձեզ ձեր աստվածաշնչները բանալ Սաղմոս 57. Please turn your Bibles to Psalm 57. Psalm 57. Պիտի կարդամ այս բոլոր Սաղմոսը, թեպետ այսօր միայն պիտի խոսենք երկրորդ բաժնի մասին։ Սակայն լավ է, որ բոլոր Սաղմոսը ընթերցենք։ Ողորմիր ինձ ով Աստված, ողորմիր ինձ, որովհետև քեզ է հուսացած իմ անձը, եւ ես քո թևերի շուքին կհուսամ, մինչև որ չարիքն անցնին։ Ես բարձրյալ Աստծուն եմ կանչում, այն Աստծուն, որ ինձ բարի է անում։ Նա կուղարկե երկնքիցը եւ կփրկե ինձ, նա ամոթ կանե նրան, որ ուզում է ինձ կուլ տալ։ Սելա։ Աստված ուղարկում է իր ողորմությունը եւ ճշմարտությունը, իմ անձը առյուծների մեջ է, ես ընկած եմ բոց փչող մարդկանց որդիների մեջ, նրանց ատամները նիզակ ու նետ են, եւ նրանց լեզուները սրած թուր։ Բարձրացիր ով Աստված երկնքի վրա, քո փառքը ամեն երկրի վրա լինի։ Որոգայթ պատրաստեցին իմ քայլերի համար, իմ անձը խոնարհված էր, փոս փորեցին իմ առաջին եւ իրենք ընկան մեջը։ Սելա։ Սիրտս պատրաստ է, ով Աստված, սիրտս պատրաստ է, երկով կորշնեմ եւ սաղմոս կասեմ, զարթնիր իմ փառք, զարթնիր սաղմոսարան եւ քրար, ես կզարթնեմ առավոտյան կանուխ, կկոհանամ քեզանից Տեր ժողովուրդների մեջ, սաղմոս կասեմ քեզ ազգերի մեջ, որովհետեւ քո ողորմությունը մեծ է մինչեւ երկինքը եւ քո ճշմարտությունը մինչեւ ամպերը։ Բարձրացիր ով Աստված երկնքի վրա, քո փառքը ամեն երկրի վրա։ Փառք ես Տեր, որ դու բարձր Աստված ես։ Եվ հիմա աղաչում ենք, որ խոսքդ մեր սրտերի մեջ տեղավորես եւ արմատացնես եւ պտղավոր դարձնես, որպեսզի մեր կյանքերը բարձրացնեն, մեծարեն քո անունդ եւ մենք մեր հավատքի օրհնությունները վայելենք։ Իմանանք, թե ինչու ենք հավատում, ում ենք հավատում, ինչպես պիտի պաշտենք, եւ այդպիսով դու փառավորվես եւ օրհնես մեզ, եւ մեր հաղորդակցությունը կատարյալ լինի, եւ մեր ուրախությունը կատարյալ լինի քեզանում։ Օրհնես խոսքդ, ուղղես մեզ եւ լուսավորես մեզ։ Տեր Հիսուսի անունով եմ աղաչում։ Ամեն։ Անցյալ անգամ այս Սաղմոսի սերտողությունը սկսեցինք համար առ համար բացատրողական ձևով Եվ տեսանք, թե այս Սաղմոսը ունի իր անմիջական immediate իմաստը եւ նաեւ ունի իր հերու մարգարեական prophetic իմաստը։ Նա ներկայացնում է Դավիթին անմիջական իմաստով եւ ապա ներկայացնում է Քրիստոսին եւ Քրիստոսի եկեղեցուն իր հերավոր իմաստով։ Եվ նաեւ ասացինք, որ այս Սաղմոսը կարելի է երկու մասի բաժանել։ Այսինքն այս Սաղմոսի առաջին բաժնում տեսանք, որ Դավիթը թեպետ մի քարանձավի մեջ ապաստանված էր, պահվտած էր, մտել էր այդ քարայրի մեջ եւ վտանգից ապահով էր մնացել, բայց քարայրի մեջ սահմանափակված էր, սակայն հավատք ուներ։ Եվ այդ հավատքի blessing-ը, այդ հավատքի օրհնությունը վայելում էր նույնիսկ երբ որ քարայրի մեջ առանձնացած, պահվտած վտանգի տակ էր։ Եվ տեսանք, թե հավատքը ունի իր երկրավոր կյանքի համար օրհնություններ։ Մեզ հույս է տալիս, մեզ Աստծուն փառավորել է տալիս նույնիսկ երբ որ նեղության մեջ ենք։ Եվ մեզ ապահով է պահում այս կյանքի մեջ։ Այս առաջին բաժնից 10 քաղելով տեսանք, որ Դավիթի նման Քրիստոսի ժողովուրդը Քրիստոսի պես, երբ որ երկրավոր կյանքի դժվարություններից են անցնում, կամ մի բան մեզ սպառնում է, threatening, մենք կարող ենք դրանց միջոցով անցնել Աստծո վրա ունեցած մեր հավատքը պինդ պահելով։ Եվ այդ հավատքի օրհնությունն է, որ մեզ դիմակայել է տալիս, perseverance է տալիս, հարատևություն է տալիս, մեզ նաև զորացնում է, մեզ նաև սփոփում է, it comforts us, մեզ մխիթարում է, հույս է տալիս մեզ, Աստծո վրա հավատքի պարգևի օրհնությունը վայելում ենք
Նույնիսկ երբ որ դժվար պարագաներից ենք անցնում, եւ բոլորս էլ անցնում ենք։ Նաեւ որպես հերավոր պատկեր, մենք այս Սաղմոսը սերտելիս տեսանք, թե մեր Տերը ինքը իր երկնային փառքը մի կողմ դրած մարմին առավ, խոնարհվեց եւ այդ խոնարհեցման ընթացքից անցավ, երբ որ երկիր իջավ։ Նա ով ամենաբարձրն էր, ամենից ցածը եղավ, նախատվեց, հալածվեց, չարչարվեց, մեռավ, էնել խաչի մահով եւ քարայրի մեջ թաղվեց, բայց Աստված նրան երրորդ օրը մեռելներից հարություն տվավ եւ նրան կարդում ենք հավիտենապես բարձրացրեց։ Նա իր հաղթական հարությամբ մեղքին հաղթեց, մահին հաղթեց, գերեզմանին հաղթեց եւ նաեւ իր կերաշնորհ գահի վրա որպես հավիտենական թագավոր թագադրվեց եւ նստեց Աստծո աջ կողմը եւ Հայրն էլ բոլոր բաները նրա ոտների տակ դրավ եւ նրան եկեղեցու գլուխ կարգեց։ Ուստի մեր հարուցյալ ու հաղթական Տերը այդ նույն հավիտենական հաղթությամբ եւ այդ նույն կյանքը, նույն բարձրացումը, նույն օրհնությունը տալիս է բոլոր նրանց, ովքեր իրեն են վստահում, իրենց հավիտենական մեղքերի կորստից փրկվելու համար, Աստծո սրբության, սրբապահանջությունից ազատագրվելու համար, հավիտենական կյանք վայելելու համար Հիսուսին են վստահում։ Եվ Աստված տալիս է նրանով փրկություն բոլոր Հիսուսին ապավինողներին։ Թեև նա քարայրի մեջ թաղվեց, բայց բարձրացավ։ Այս Սաղմոսի երկրորդ բաժնին անցնելով այսօր պիտի տեսնենք Աստծո վրա ունեցած մեր հավատքի հավիտենական օրհնությունները։ Ոչ թե այս կյանքի համար, այլ հավիտենական օրհնությունները, մնայուն օրհնությունները, անխախտ օրհնությունները, undefeatable, երջանկությունը, ցնծությունը, որն է, ինչի վրա է հիմնված, ավելի ուղիղ ում վրա է հիմնված։ Նայեցեք 5-րդ համարից սկսյալ Դավիթի Աստծուն ուղղած օրհներ կնենք տեսնում։ He is singing praises to God. Եվ այս երգի մեջ ճշմարտություններ է բացատրում մեզ, որ մենք դրանց պետք է կառչենք, we have to cling onto them with faith in God. Նա Աստծուն ասում է. Բարձրացիր, ով Աստված, երկնքի վրա, քո փառքը ամեն երկրի վրա լինի։ Այս համարում բարձրացիր բառը Աստծո մեծության է ակնարկում։ Աստծո ամենատիրության է ակնարկում։ He is reigning over everything. Աստծո այդ փորձառաբար զգալի կերպով վեհափառության majesty-ին է ակնարկում, is majestic։ Մենք անդադառնանք կամ ոչ, Աստված majestic է։ Նա ծանրակշիռ է, weightiness of God։ Եվ Դավիթն ասում է երկինք ու երկիր, այսինքն բոլոր ստեղծագործության վրա Աստված տիրում է, Աստված ծանրակշիռ է, Աստված փառավորված է, Աստված մեծարված է, բոլոր արարչությունը Աստծուն են ցուցաբերում եւ Աստծուն փառք տալիս։ Այս համարի անմիջական immediate մեկնաբանությամբ տեսնում ենք, թե Աստված պիտի փառավորվեր, երբ որ Դավիթը որպես Աստծո ժողովրդի թագավոր վերադառնար Երուսաղեմ եւ նստեր իր գահին եւ թագավորություն աներ եւ նրա թշնամիները իր ոտի տակ դներ։ Աստված պիտի փառավորվեր։ Բայց հերավոր իմաստով, մարգարեական իմաստով տեսնում ենք, որ վերջավորության Հիսուսի հաղթության շնորհիվ Աստված բոլոր արարչության վրա իր մեծությունն է ցուցաբերում եւ դրանով փառավորվում, երբ Հիսուս քահանիստ եղավ եւ մի օր էլ ֆիզիկապես պիտի հայտնվի իր թագավորությունը հաստատելու բոլոր իր արարչության վրա։ Դարձրեք Եփեսացիս 1, turn to Ephesians 1. Եվ ուզում եմ այս համարների մեջ տեսնեք մեր հավատքի
օրհնությունը, մեր հավատքի հավիտենական եւ մնայուն զորությունը, որ մեզ տալիս է այդ մնայուն անխախտելի երջանկությունը։ Turn to Ephesians 1:15 and onward. 15-ից պիտի կարդանք մի քանի համարներ։ Պողոս առաքյալը մեր Հիսուսի վրա ունեցած հավատքի հավիտենական օրհնության մասին է ուսուցանում։ Մնայուն օրհնությունը որն է։ 15-րդ համարից կարդում ենք. դրա համար էլ լսելով ձեր հավատքի մասին։ Ահա, the key concept. Առաքյալը լսել էր, որ հավատացյալներ կան Եփեսոս քաղաքի մեջ, ինքն էր հիմնել այդ, որ հավատում էին Աստծուն։ Լսելով ձեր հավատքը, որ ունեք Տեր Հիսուսի վրա, եւ ձեր սերը դեպի սրբերը, այսինքն եկեղեցուն, չեմ դադարում ձեզ համար գոհություն տալուց. I'm continually praising God for you and your faith upon Lord Jesus Christ. Ձեզ իմ աղոթքներումը հիշելով, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Աստվածը, Փառքի Հայրը, տա ձեզ իմաստության եւ հայտնության հոգի, այսինքն զանազանություն, may God give you the discernment, իր գիտությունով, based upon the knowledge of the scripture, որ ձեր սրտերի աչքերը լուսավորվելով իմանաք, թե ինչ է նրա կոչման հույսը, the hope of his calling, եւ ինչ է իր ժառանգության փառավոր մեծությունը, the greatness of his inheritance, սրբերի մեջ, ձեր մեջ, որ եւ ինչ է նրա զորության գերազանց մեծությունը մեզանում, որ հավատացինք իր կարող զորության պես. The fact that we believe is based upon his omnipotent power. Այդտեղ չէր, որ մենք մի օր անդադարձանք, որ ես հիմա պիտի հավատամ։ No, God worked in us. Աստված մեր մեջ իր զորությամբ աշխատեց, փոխեց մեր բնությունը, որ մենք կարողանանք եւ ուզենք հավատալ եւ հավատացինք։ Ուրեմն այդ հավատքը ունի իր մեջ պոտենցիալ, ունի իր մեջ որոշ զորության արտահայտություն, ունի հավիտենական իմաստով մի շնորհք, մի պարգև եւ ավելի օրհնություններ, երջանկություններ, որ հավատացինք իր կարողության պես, որ Քրիստոսումը գործադրեց, այդ զորությունը Քրիստոսի մեջ հառաջացավ, ինչ արավ, նրան մեռելների միջից հարուցանելով իր աջ կողմը նստեցրեց երկնավորներումը, ամեն իշխանությունից, պետությունից, զորությունից, տիրությունից վեր եւ ամեն անունից վեր, որ անվանվում է, ոչ միայն այս աշխարհում, այլև հանդերձյալում, եւ ամեն բան հնազանդեցրեց նրա ոտների տակ եւ նրան գլուխ դրավ եկեղեցուն, բոլոր բաների վրա է, որ նրա մարմինն է, այն լրումը, որ ամենը ամենի մեջ լրացնում է. You know what this means? This could be books and books. Ես միայն 5 րոպե ունեմ այսրա վասի խոսելու համար. It's unfair. But I'll try. Տեսնում ենք մեր հավատալու հավիտենական մնայուն օրհնությունը ուղղակի կերպով Տեր Հիսուսի բարձրացումով Հայր Աստծո մեծարանքից եւ նրա գերիշխանությունից է կախյալ։ Սա նշանակում է, որ երբ Աստված մեծարվում է, when God is exalted, Աստծո ժողովուրդը, ով նրան ապավինած են, օրհնվում է, is blessed. When God is exalted, God's people are blessed. Ինչպես կարդացինք, Աստծո վեհապառությունը երկնքի ու երկրի վրա է, այսինքն բոլոր արարչության վրա է, կարդացինք, որ Քրիստոս եկեղեցու գլուխն է, եկեղեցու ամենի մեջ է, ամեն բան եղողն է, այսինքն Քրիստոս մեր բավարարությունն է, մեր sufficiency, այն է ինչ որ մեր ներսը փափակում է ունենալ, միայն Հիսուսի մեջ մի հավատացյալ կարող է գտնել իր հոգու ամենախոր մարմաճի հագեցումը,
You can only find the true satisfaction of your internal spiritual need in Christ alone, because He is our sufficiency alone. Դրա համար Աստված Հիսուսին եկեղեցու գլուխ դրավ, որտև նա լրացնում է իր մարմինը, նա տալիս է այն ամեն ինչ, որ մենք կարիք ունենք, նա Աստծո ուխտը կատարում է լրիվ կերպով, եւ մենք Հիսուսի մեջ լինելով Աստծո առջև լրիվ ուխտապահ ենք համարվում. You know what this means? This means, որ մենք Աստծո առաջին հաճելի ենք, ընդունելի ենք, ոչ թե մենք շատ լավ մարդիկ ենք, ոչ, մենք ներված մեղավորներ ենք, որ տակավին մեղք ենք գործում, բայց Հիսուսի մեջ շարունակաբար մենք սեպվում ենք բավարարող, որովհետև մեր բավարարությունը Հիսուսի մեջ է. What a wonderful Savior. What a wonderful Savior. Սա միայն մերն է, ոչ թե մենք թիքետ վճարեցինք, ոչ թե որովհետև շատ լավ բաներ արեցինք, ոչ թե որովհետև մենք լավ ընտանիքի մեջ ծնվեցինք, ոչ, որովհետև մենք Քրիստոս Հիսուսին ապավինեցինք, հավատացինք, վստահեցինք, ահա վստահության, ապավինության, հավատքի մնայուն օրհնությունը, the sufficiency of Christ, Քրիստոսի բավարարությունը, որ ամեն մեկիս համար իզորու է հավիտենապես, ոչ ոք է կարող առնել դա մեր ձեռքից. Do you realize that? Նա եկեղեցու գլուխն է, դրա համար երբ եկեղեցում, երբ Քրիստոս մեզ ցույց է տալիս, այս պիտի անենք, այսպես պիտի վարվենք, այսպես պիտի խոսենք, այսպես պիտի ապրենք, այսպես պիտի ծառայենք, մենք Քրիստոսին ենք հետևում, որտեղ նա մեր բավարարությունն է. Այս իմաստով է, որ հաճախ երգում ենք. Հիսուս միայն ամեն բան է, ալֆան եւ օմեգան ան է, առաջինը ու վերջինը իմ կյանքիս մեջ. This is what it means. Շատ սիրուն երգ է, մեր եղբայրը Փոլ Դոկտորյանն է գրել այս երգը, բայց շատ հիանալի ճշմարտությունը աստվածաշնչային է. Հարց տամ քեզ, դու քո կյանքի բավարարությունը ուր ես գտնում, ինչն է լիովին լցնում, հագեցնում, satisfy անում քեզ, քո կյանքի բոլոր ընթացքը ինչն է իմաստավորում, what makes it meaningful for you, your life, what is it? Truly, կարող ես դու էլ իրապես երկելով, Տիրոջը մեծարելով ասել, թե ինքն է միայն նյութը խոսքիս, անուշությունը իմ կյանքիս, Հիսուս միայն ինձի համար ամեն բան է, լրումն է, Christ's sufficiency. Այս է մեր հավատքի հավիտենական և անխախտելի օրհնությունը մեզ հավատացյալներիս համար. 6-ից 10 համարներում Դարձյալ Սաղմոս երկողը մեր ուշադրությունը Քրիստոսին ու իր եկեղեցուն է ուղղում, որ հավատացյալներ իրենց երկրավոր կյանքի նեղությունների ընթացքում հավատքի դավանությունը վառ են պահում. They keep the profession of their faith, the confession of their faith. Նույնիսկ երբ որ քարայրի մեջ են, նույնիսկ երբ որ ասում է իմ քայլերի համար որոգայթ պատրաստեցին, իմ անձը խոնարհված էր, փոս փորեցին իմ առաջին, բայց իրենք ընկան իրենց փոսի մեջ. Սա Դավիթի կյանքի դառն փորձառություններից մեկն էր, եւ հաճախ իրականություն էր Դավիթի համար. Եվ իր հետագա իմաստով Քրիստոսի եւ եկեղեցու համար էլ նույնն էր. Որոգայթը եւ փոսը ցույց են տալիս, թե մեզ մարդուս համար այս նեղությունները հաճախ անսպասելի են, հաճախ անակնկալ են, բայց ոչ Աստծո համար. Թեպետ Դավիթի թշնամիները միգուցե կարծեցին, թե եթե որոգայթ լարեն, եթե փոս փորեն, վերջնականապես պիտի կարողանային Դավիթից ազատվել, Դավիթին կորցնեին, այլևս որևէ սպառնալիք պիտի չլիներ նա. Բայց չէին իմանում, որ
իրենց այդ արարքի վերջնական չարիքը հենց իրենց գլխին է ետ դառնալու եւ իրենք են ընկնելու այդ փոսի մեջ։ Գիտեք, մենք ասում ենք այս առակը, որ Աստծո խոսքի հիման վրա է։ Փոս փորողը, ուրիշի համար փոս փորողը ինչ է լինում։ Ինքն է ընկնում մեջը։ Սա աստվածաշնչային է։ Ուրեմն տեսնում ենք, որ Քրիստոսին եղողներիս համար թեպետ երբեմն մեր առջևը փոսփորողներ կարող են լինել, թեպետ դրանք մեզ անակնկալ կարող են լինել, բայց երբ որ մենք Աստծո վրա հավատք ունենք, մենք այդ մեր ունեցած հավատքի օրհնություններից մեկը այն է, որ Աստծո խոսքի ճշմարտությամբ երբ որ քայլում ենք, երբ որ հնազանդ կյանք ենք ապրում Տիրոջ խոսքի համաձայն, այդ որոգայթներից ապահով ենք մնում, օրինակի համար, մեղանչության փորձանքից հեռու ենք մնում, երբ որ հիշում ենք Աստծո խոսքը, երբ որ գտնվում ենք մի շրջապատի մեջ, որ մեղքը վխտում է մեր առջև, մեր ընկերները, մեր գործակիցները, մեր դրացիները, նույնիսկ մեր ազգականները մեղքի մեջ են ապրում եւ մեզ էլ փորձում են հրապուրել to lure us into that. Ինչպես պետք է այս որոգայթներից մենք ազատ, հանգիստ եւ ապահով մնանք։ Դավիթն ասում է. Քո խոսքդ պահեցի իմ սրտի մեջ, որ ինչ, որ քո հանդեպ չմեղանչեմ. So what's the cure of temptation? Աստծո խոսքը սրտի մեջ պահել, այսինքն to memorize, to think about, to meditate upon. Մտածել, խորհել, հիշել, որ Աստծո խոսքը ինձ զգուշացնում է այս բանի մեջ, ուրեմն ես պետք է զգուշ լինեմ, պետք է արթուն լինեմ, չեմ կարող անհոգ լինել, չեմ կարող գնանք տեսնենք ինչ կլինի, գնաց տեսնենք ինչ կլինի, ասեմ քեզ ինչ կլինի, կանգնես մեջը, գցե խոտես, այդ կլինի, դու կվնասես քեզ ու կվնասես քո սիրողներին, մեծ դժվարության մեջ կգտնես դու քեզ, ուրեմն երբ որ մենք Աստծո խոսքի համաձայն ենք ապրում, երբ քալենք Աստծո խոսքի համաձայն, մենք այդ դժվարություններից ապահով կմնանք։ Չեմ ասում, որ որևէ դժվարություն չենք ունենալ, ոչ։ Բայց գոնե մեղանչության որոգայթներից հեռու կմնանք։ Աստված մեզ պահում է, սա մեր հավատքի օրհնություններից է, սիրելիներ։ Անհավատները այս բանալին չունեն։ Հիսուսին Աստծո խոսքի չվստահողները, Աստծո խոսքին անհնազանդները այս բարիքը, այս tools-ը չունեն։ Դրա համար շատեր միգուցե բարի ընտանիքներից են, միգուցե բարեկարգ ընտանիքներից են մեծացել, հարաճացել, կյանք են ապրում, եւ չանանում են իրենց կյանքը որոշ չափով կառավարել, բայց եւ այնպես հետո տեսնում ես, որ մեծ դժվարությունների մեջ են ընկնում, մոլությունների մեջ են ընկնում, զեղ կյանքի մեջ են ընկնում, չար ընկերների մեջ են ընկնում, նույնիսկ ապօրինի բաներ են անում։ Ինչու՞։ Որովհետեւ այս հավատքի benefit-ը չունեն։ They're lacking this benefit, this blessing of faith. This is a blessing of faith. Երբ որ մենք Քրիստոսին ենք հավատում, սիրելիներ, մեր դեմ հալածանքներ գլինեն, դժվարություններ գլինեն։ Տեսեք, Տեր Հիսուսը Մատթեոս 16:18-ի մեջ, in Matthew 16:18, Տեր Հիսուսը մեզ վստահեցրեց, որ ինքն է շինում իր եկեղեցին եւ դժոխքի դռները, այսինքն այդ դռնապահները, այդ մեծ հսկա հուժկու մարդիկը, դևերը, սատանաները, դժոխքի դռներն անգամ եկեղեցուն, այսինքն քրիստոնյաներին, հավատացողներին չեն կարող հաղթել. They will not overtake the church, never ever. They can't. Որտեւ մեզ պահողը շատ ավելի զորավոր է, քան թե նա որ աշխարհի մեջ է. So this is another blessing of our faith. Մեզ որոքայթներից հեռու է պահում. Ուստի հաղթական հավատքով Դավիթը իր հավատքի ունեցած հավիտենական անխախտ օրհնություններին անդրադառնալով հիմա
ուրախանում է։ Քարայրի մեջ է, չմոռանանք, քարայրի մեջ է, բայց ուրախությունը տեսեք այս մարդու։ Նայեցեք 7-րդ համարին։ Սիրտս պատրաստ է, ով Աստված։ Սիրտս պատրաստ է, երկով կորտնեմ, Սաղմոս կասեմ, զարթնիր իմ փառք, զարթնիր Սաղմոսարան եւ քնար։ Ես կզարթնեմ կանուխ առավոտանց։ Կկոհանամ քեզանից, Տեր, ժողովուրդների մեջ, Սաղմոս կասեմ քեզ ազգերի մեջ, որովհետև քո ողորմությունը մեծ է, մինչև երկինքը եւ քո ճշմարտությունը մինչև ամպերը, բարձրացիր ով Աստված երկնքի վրա եւ քո փառքը ամեն երկրի վրա։ Նկատի առեք, թե Դավիթը ինչպես կրկնաբար Աստծուն ասում է, թե սիրտս պատրաստ է։ Ինչ է նշանակում սա։ Այս նախադասության մեջ սիրտ բառը մարդուս ներքին որոշում կայացնող, որոշում գործադրող կենտրոնական էություն է, the central being, entity, which makes a decision. That's our heart in biblical language. The person, the inner person. Այսինքն իմ logical մարդը, տրամաբանական մարդը, logicus. Իսկ պատրաստ բառը, ready. Եբրայեցերեն բնագրի մեջ նշանակում է հաստատուն եմ, established, ամրակայուն եմ, խարսխված եմ, ֆիքսված եմ մեր խոսքով, I'm fixed upon it. Ուղղությունս արդեն իսկ որոշել եմ, տեղադրված, վավերացված եմ, I'm ready. Կահավորված եմ, մի խոսքով, պատրաստ եմ։ Ու երբ նա երկու անգամ ասում է սիրտս պատրաստ է, ինչ է նշանակում սա? You know, repetition in Bible means it's emphasized. It's begging for our attention. Սիրտս պատրաստ է, այսինքն ես իրավ պատրաստ եմ, իսկապես մտադրված եմ, ետ դառնալու որևէ մտադրություն չունեմ, փոխելու որևէ մտադրություն չունեմ, երկու անգամ ստուգված է։ Բայց ինչ բանի համար էր Դավիթ այսպես ամրակուր կերպով պատրաստական, հաստատուն, խարսխված, կողմորոշված, ֆիքսված։ Ինչի համար? To do what? Ասում է Աստծուն երկով օրհնելու եւ նրան Սաղմոս ասելու համար էր այդպես ամուր պատրաստված։ Նկատի առնելու ենք, որ երբ Աստծո առաջին մենք մեր սրտերը քննենք, մեր ներքին մարդը, մեր որոշում առնող էությունը Աստծո առջև կանգնենք, խոսքի ճշմարտության չափանիշով մեզ չափենք, ճշտենք, ստուգենք, դրա համեմատ մտադրվենք, հաստատամիտ դառնանք, այն պահին մեր երկերը եւ գովասանքները պատրաստության մեր բնական արտահայտությունները գնեն. They'll become our normal expressions when we are getting ready to bless God. Գիտեք ինչու հաճախ հավատացյալներ եկեղեցի են գալիս եւ Աստծուն չեն պաշտում. Have you ever seen Christians going to church and they're there just like as if they're gone to a movie theater? They don't do anything. They don't worship God. Not in their hearts, not with their lips. Why, you know? Because they're not ready. They haven't come prepared. Աստուն չեն օրհնում, չեն գովաբանում, պատճառ այն է, որ սիրտը պատրաստ չի։ Պատրաստությամբ չեն եկել եկեղեցի, մտադրությամբ չեն եկել, որ ես գնում եմ եկեղեցի, Աստծուն պաշտեմ։ Մենք Կիրակի առավոտները, որ ես արտանում եմ, հաճախ դառնում եմ Լիդիան ասում, փառք Աստծո։ Այսօր Աստված մեր օրգամ թե վերկաց գնանք Աստծուն պաշտենք։ Նախաճաշը, պատրաստությունը, չգիտեմ, ինչ որ պիտի անենք, բոլորը անում ենք, որ գնանք Աստծուն պաշտենք։ Բայց երբ որ գալիս են մարդիկ եւ նրան չեն պաշտում, չեն մտադրված, որ այդ օրը Տիրոջ օրն է։ Երբ որ Տիրոջ օրը մոտենում է, ուրբաթ, հետո շաբաթ, ինչ եք մտածում։ Օ, Կիրակի է գալիս, լավ, Կիրակին ինչ պիտի անենք։
Կիրակի օրը Աստծուն պիտի պաշտենք։ Ես առաջ պետք է նախ Տիրոջը պատրաստեմ։ Հիմիկվնից պիտի պատրաստվեմ, որ Աստծուն փառք տամ։ A good guideline ձեզ համար։ Երբ որ եկեղեցից հետո գնում եք տուն, Կիրակի օր, Կիրակի իրիկուն, երկուշաբթի, երեքշաբթի, Աստծուն փառք տվեք անցյալ Կիրակի օրվա ձեր ստացած հոգևոր սնունդի, շնորհած միջոցներին, Տիրոջ խոսքի ճշմարտության վրա, դրա վրա մտածեք անցյալի մասին, անցյալ Կիրակի օրվա մասին։ Դրանց մասին խոսեք տան մեջ, երեխաներին հարցրեք, ամուսին կիների հետ խոսեցեք եւ անցյալ Կիրակի օրվա օրհնությունները վերամտածեցեք։ Հենց որ շուռ է գալիս չորեքշաբթի, արդեն այդ բլուրը անցնում ենք հաջորդին, հիմա ակնկալությամբ սպասում ենք հաջորդ Կիրակին։ Դրա մասին մտածենք, օքեյ, անցյալ անգամ այս խոսեց եղբայրը, այս բանի մասին մտածեցինք, այս բանը սերտեցինք, տեսնենք հաջորդ անգամ ինչ պիտի լինի։ Oh, I know։ Եվ փառք Տիրոջ, մենք expository preaching ենք անում այստեղ։ Իմանում եք, որ այս շաբաթ 57-ներ, գալ շաբաթ շատ հավանաբար 58-ը պիտի սերտենք։ Ուրեմն կարդում ենք 58-րդ Սաղմոսը, մտածում ենք, երևակայեցեք, որ դուք պիտի քարոզեիք, ինչ պիտի քարոզեիք։ Ինչու ինձ եք սպասում, որ ես բերեմ Աստծո խոսքը ձեզ տամ միայն։ Դուք էլ եք կարող քարոզեք։ Դուք գոնե ձեզ քարոզեցեք։ Կարդացեք հաջորդ Սաղմոսը, մտածեցեք դրա մասին, պատրաստվեք ակնկալությամբ եկեք եկեղեցի։ Տեսեք արդյոք ձեր քարոզիչը կարողացավ Աստծո խոսքը այնպես որ դուք հասկացաք ձեզ բացատրել։ Քննեցեք գրքերը։ Այսպիսով մենք պատրաստ ենք գալիս Տիրոջ խոսքը համաձայն։ Եվ երբ պատրաստ ենք գալիս ենք մեր մտադրությունը, մեր ներքնաշխարհը Տիրոջ առջև դնելով, ճշտվելով Աստծո խոսքին, համատելով մենք մեզ ստանդարտին եւ այդպեսով աճել, փառավորել Տիրոջ։ Իսկ ինչպես ենք կարող պատրաստվել? How can you be prepared for worship? Սա ոչ թե միայն հավաքական worship-ի մասին է, այլ նաև անհատական worship-ի մասին, ընտանեկան worship-ի մասին։ Դավիթն ասում է. Զարթնիր իմ փառք, զարթնիր սաղմոսարան եւ քնար, ես կզարթնեմ կանուխ առավոտյան։ Do you see the pattern here? Ինչն է կրկնված այս նախադասության մեջ, որ բառը։ Զարթնիր, ով պիտի զարթնի, ով է զարթնում, քնած մարդն է զարթնում, ուրեմն մենք զարթնելու կարիք ունենք, պատրաստության համար we need to be awake, այսինքն պետք է զգայուն լինենք, պետք է զարթուն լինենք, պետք է զգոն լինենք, պետք է զգաստ լինենք, դիտավորյալ պետք է լինենք, we need to be intentional to worship God personally, family or in church. It's an intentional act. Պատրաստության է կարիք։ Եվ Դավիթն ասում է, այս 3 անգամ զարթնության կրկնությամբ մեզ ցույց է տալիս, որ որքան կարևոր է արթուն, զգաստ, intentional լինելը։ Շատեր այս intentional, դիտավորյալ լինելը շատ կարևորություն չեն տալիս։ Շատ կարևոր եւ հիմնական դեր ունի մեր այս զարթուն վիճակը մեր հոգեվոր պաշտամունքի, թե անհատական, թե ընտանեկան, թե հոգեվոր ժողովի համար։ Մենք չենք կարող պատրաստ լինել իրապես Աստծուն գովել, եթե Աստծո հանդեպ անտարբեր ենք։ Եղավ, չեղավ, it's okay. I mean, it's just a Sunday morning. I don't have a Bible, but okay, whenever I have time, I'll just flip through it. That's sleepiness. That's not awakeness. Անտարբերությունը, անհոգությունը, անուշադրությունը, թարասթափածությունը հոգևոր, անկանոնությունը, irregularity, անկազմակերպությունը, undisciplined, անկազմավարժություն։ Հայերեն discipline բառը լավ բառ եմ գտել։ Կարգավարժություն, լավ սովորեք։ Կարգավարժություն, մենք հայերս դրան շատ կարիք ունենք։ Հավատացյալներս, շատերս մեր հոգևոր պատրաստության մեջ անկարգավարժ ենք։ Անում ենք, բայց պետք եղածի պես չենք անում։ Ես ձեզ հետ միասին։ Don't look at me like I've already mastered it. No, I haven't. Բոլորս էլ կարիք ունենք ավելի կարգավարժ լինենք։
Էնել երբ, տես Դավիթն ինչ ասում։ Զարթնիր իմ փառք, զարթնիր սաղմոսարան եւ քնար, ես կզարթնեմ երբ։ Առավոտը ժամը 12-ին։ Առավոտը կանուխ։ Whatever կանուխ means to you. Միգուցե քեզ համար կանուխը առավոտը 5-ին է, միգուցե 8-ին է, I don't know. Definitely կեսօրվա 12-ը չի։ So կանուխ։ Այսինքն մեր օրվա նախապատիվը պիտի լինի։ Մեր շաբթվա նախապատիվը պիտի լինի։ Մեր հավատացյալ ընտանիքի ուսուցման նախապատիվը պիտի լինի։ Մենք մեր երեխաներին ամեն բան սովորեցնում ենք, պիանոյի տանում ենք, լողի տանում ենք, ջիմնաստիկի տանում ենք, թենիսի տանում ենք, չգիտեմ, պարի տանում ենք, լավ եք անում, do it more։ Բա հոգևորը ինչ։ Եկեք ժամանակ ունենանք Աստվածաշունչը կարդանք։ Դա չի ասում Աստծո խոսքը։ Ասում է առավոտյան կանուխ ես կզարթնեմ։ Զարթնիր սաղմոսարան։ Զարթնիր նվագարան։ Դա նշանակում է, որ մենք մեր բոլոր Աստծուց ստացած ձիրքերով, մեր բնական կարողություններով, մեր ֆինանսական կարողության սահմանների մեջ ամեն ինչ, որ Աստված մեզ տվել է, երաժշտություն է տվել քեզ, բանականություն է տվել քեզ, չեմ անում ինչ ձիրքեր է տվել քեզ Աստված։ Բոլոր պարգևներով ես նախապատվորեն այդ բոլոր պարգևները պիտի գործածեմ Աստծուն փառավորելու, մեծարելու համար, պաշտելու համար։ Նախապատիվ պետք է սեպենք Տիրոջ պաշտամունքը մեր անհատական, մեր ընտանեկան, մեր եկեղեցական վիճակում։ Արդյոք հավատացյալները այս օրերում այդպես են ապրում։ Հələ մի հատ ձեր շուրջը նայեցեք։ Մենք նայեցեք ձեր շուրջը։ Քանի եկեղեցի կա այս մեր շրջանի մեջ։ 100 հատ։ Ասենք 100 հատ եկեղեցի։ Քանի հոգի է գնում եկեղեցի ամեն կիրակի օր։ Ասենք 100 հոգի։ Ասենք 100 հոգի։ Քանի եղավ 100 անգամ 100 եղավ 10000 հոգի։ Քանի հայ ընտանիք է ապրում այս շրջապատի մեջ։ 700,000 հայ։ Հիմա բաժանենք 10,000-ը 700,000-ով։ Մոտավորապես ինչ է լինում։ 0. That's our status. Աստված պաշտության մեջ։ Ես դեռ չեմ ասում, ես դատարկ կաթողներին եմ ասում։ Դուք արդեն ստեղ եք։ I'm talking to the empty chairs. Նրանք որ այստեղ չեն։ Չի ստացվում, right? Բայց մենք պետք է դիսցիպլին ունենանք սիրտեր։ Աստծո խոսքը it cuts it straight. Եվ իմ պարտականությունն է, որ երբ որ կարդում ենք սրանք այս շարունակական ծարտողության մեջ, I have to bring it to our attention. Ես էլ լսող եմ։ Հիմա մի կարծեք, որ երբ ես խոսում եմ, ես մենակ ձեզ եմ ասում, կամ են դատարկ կաթողների։ No. Մի հատ որ ես ցանում 4 հատ հետո դառնում քեզ։ Ես էլ ձեզ հետ եմ։ We all need this discipline. Ավելի աշխուժ, ավելի արթուն, ավելի դիտավորյալ, intentional, նախապատիվ սեպել Տիրոջ խոսքը մեր կյանքի մեջ, մեր շրջահայացքի մեջ, in our world view. Ուրեմն Դավիթը Տիրոջ պաշտամունքի համար զարթնում է։ Նրանք են կարողանում Աստծուն իրապես պաշտել, ովքեր այդ կարգավարժությամբ զարթուն, զգոն, ուշադիր, դիտավորյալ, կանոնավոր կազմակերպված հարց տամ ձեզ։ Դուք ձեր մենիկ պահի մեջ, when you're studying, reading on your own alone time with the Lord, ինչ պես եք անում ձեր մենիկ պահը? Have you ever thought about it? How do you do your prayer time or your study time with the Lord? How do you just do it? You just open the Bible and start reading whenever it opens? Մարդիկ կան այսպես անում։ Okay, sorry, եղավ երկրորդ օրինաց 32։ Լավ կարդամ։ Հետո վաղը մեկ օր մեկ քիչ էս կողեմ բացում, այդ քարտերի նման որ ֆռացնում են, բացում են։ That's not how we use the Bible. Ինչ կարգ ու կանոնով եք հետևում։ Մարդիկ կան որ ունեն իրենց հերաձայների մեջ կամ իրենց տետրակների մեջ կանոնավորապես հետևում են Աստծո խոսքին։ Մարդիկ կան որ նյութերով են կանոնավորապես հետևում։
Կարևոր չի ինչ ձևով ես կազմակերպում, կարևոր այն է, որ նախապատվությամբ եւ կանոնավոր կազմակերպված ձևով մոտենաս Աստծո խոսքին, սերտողությանը կամ երեխաներիդ որ ուզում ես սովորեցնես, կամ ուզում ես եկեղեցի հաճախես։ Նույնիսկ մեր ծառայության մեջ տեսնում եք 3 տարի է Սաղմոսած գիրքն ենք սերտում։ Ինչու՞, որտեղ կարգ ու կանոն կա Աստծո խոսքի մեջ։ Գաղափար տամ ձեզ։ Կան գործիքներ, կան հրատարակչություններ, որ մեզ օգնում են կազմակերպված կերպով մոտենանք Աստծո խոսքին։ Դրանցից մեկը, որ ես շատ օգտակար եմ գտնում, Ligonier Ministry Table Talk-ն է։ Շատ հիանալի գրական մի արտադրություն է։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, եթե չունեք մի այսպիսի օգնություն, կարող եք փորձել։ Շատ հիանալի է։ Կարող եք առնել եւ դրան հետևել եւ Աստծո խոսքի ուղը եւ ծուծը համտեսել։ Դա մեզ արթուն է պահում, զարթուն է պահում, կարգավարժության է վարժեցնում։ Դավիթն ասում է, ես առավոտը կանուխ վեր կկենամ։ Ընդհանրապես մարդիկ շատ կարևոր բաների համար են առավոտը կանուխ բարձրանում։ Եթե այդ օրը կարևոր բան չունես անելու, շատ էլ կանուխ բարձրանալու կարիք չունես։ Right? Պետք է գործի գնաս, դրամ շահես, եթե կանուխ չգնաս, հետևանք կունենա, ուրեմն մենք ինչ ենք անում, առավոտը 5-ին վեր ենք կենում, մենք freeway-ներ գնում ենք գործի։ Ինչու՞, որովհետև մեր օրապահիկը դրանից է կախյալ։ Բա Աստծո խոսքը։ Հավիտենականությունը։ Ուրեմն տեսնում ենք, որ շատ կարևոր է, որ մենք նախապատվությամբ վարվենք, պատրաստությամբ վարվենք Տիրոջ խոսքի հետ։ Հավատացյալ հայրեր, հայրիկներ, եթե զավակներ ունեք, կողակից ունեք, ձեր պարտականությունն է, որ առավոտը որ գալիս է, մանավանդ կիրակի առավոտ, երեխաներին շաբաթ գիշեր արդեն պատրաստեք, որ վաղը գնում ենք եկեղեցի, գնում ենք Տիրոջ պաշտելու, փոքրուց իրենց վարժեցնեք Տիրոջ պաշտելու այս սովորությունը, վարժողությունը, որպեսզի նրանք իմանան, որ Տիրոջ պաշտելը նախապատվություն է մեր տան մեջ։ Աստված այդպես է սովորեցնել մեզ իր խոսքի մեջ։ Պատրաստությամբ գալ մեր բոլոր կարելություններով, մեր բոլոր ձիրքերով, մեր բոլոր հնարավորություններով։ Դավիթը սովորեցնում է, որ ինչ պիտի անենք, երբ որ գալիս ենք պաշտելու համար։ Լավ, եկանք, հիմա ինչ անենք։ Ահա, հաջորդ համարը տեսեք։ 9-րդ համարի մեջ։ Նա գործածում Սաղմոսարանը, քնարը, իր փառքը, իր օրհնությունը, իր կարողությունները, ասում է ինչ կանեմ, կգոհանամ քեզանից, Տեր, ժողովուրդների մեջ, Սաղմոս կասեմ քեզ ազգերի մեջ։ In public ես քեզի փառք կտամ։ Մի ամաչեք Աստծուն խոսելու, աղոթք անելու, ձայն բարձրացնելու, երգելու։ Okay, պիտի ասես, որ ես երգերը չեմ անում։ Այս մյուզիկը ինձ համար անծանոթ է։ It's okay։ Մեզ համար էլ էր անծանոթ ցանից 40 տարի առաջ։ Ես ինչպես ծանոթացանք։ Ամեն կիրակի առավոտ եւ ամեն կիրակի ժամը 6-ին եւ ամեն կիրակի ժամը 8-ին ես եկեղեցի էի գնում։ Եթե 40 տարի ամեն կիրակի օր 3 անգամ երգերը երգես, հետո շաբաթ ընթացքին էլ տան մեջ այդ ռեկորդները play անես, հետո չեմ անում այս լսես, երկարան, ես ուրիշ երգ չեմ անում։ Մեկ եկավ ինձ ասավ, ինչի երգ իմ անում, չէ։ Ասա, չես ճանաչում, ասա, չէ, դու ինչ երգ ես իմ անում։ Ասես Էլմաջան երկարան, հոգևոր երկարան։ Էլմաջանն ով, ասա, դու չես իմ անում։ Մենք էլ ենք անվարժ, բայց կսովորես։ Հետո երբ որ սովորես, այսօրվա երգերի պես սերն Աստծո այնքան մեծ է, որ նկարագրել կարելի չէ։ Ամենաբարձր աստղեն է վեր ու կհասնի դժոխքի խորեր։ Ծովն Մելանի, փող Մելանի անուն չի, եթե ձեր անունը Մելանի է, քո մասին չի խոսքը։ Ծովն Մելանի, այսինքն Մելան, թանակ։ Եթե ծովը թանակ փոխվեր, երկնակամարը ըլլար թուղթ է, ամբողջ երկիրը թուղթ լիներ։ Ամեն մի ցողուն, ամեն մի բույսը գրիչ դառնար, ամեն մարդ էլ դպիր ու ճարտար։ Պատմելու սերն, Աստծո վերն, ցամքեցներ
ծովեր, չլար ալ բավ, թուղթը բնավ, երկինք թեև ծածկեր։ Երբ եմ սովորել այս երգը, երբ որ 7 տարեկան էի, 5 տարեկան էի, ես չէի հասկանում ինչ են երգում։ Մեծ հորս հետ գնում ենք եկեղեցի, նստում ենք երկրորդ շարքին։ Իրենք երգում էին, ես նայում էի։ Բայց այդ երգերը մտնում էր իմ մտքիս մեջ, իմ ներքնաշխարհիս մեջ։ Երբ որ անդրադարձա, երբ որ Տերը ինձ փրկեց 14 տարեկանում, հետո կամաց հայերենս, երբ որ սկսեցի հայոց դպրոց գնալ, հայերեն սովորել, հետո արևմտա հայերեն լսել, արևելա հայերեն լսել, հետո այս երգերը քովքովի դրեցի, վաու։ Այս ամեն տարիներում այս այն երգում ես չէի հասկանում։ Հիմա հասկանում եմ։ Հիմա մի համարը չեմ կարողանում առանց հուզվելու երգել։ Ինչու որտեվ անդրադառնում ես, որ սերն Աստծո այնքան մեծ է։ Ու սրա նման հազարավոր ուրիշ երգեր, անգլերեն, հայերեն, սպաներեն, հələ սպաներեն երգերը, պորտուգիզ երգերը խինթանալիք են։ Աստծուն պաշտում ես թե չէ։ Ինչպես ես պաշտում։ Դավիթն ասում է կգոհանամ քեզանից, փառք կտամ քեզ, շնորհակալություն կհայտնեմ, երախտագետ կլինեմ։ Սերներ մեր պաշտամունքի ամենաքորը, ամենաներքին ուղն ու ծուծը շնորհակալություն հայտնել է Աստծուն։ That's the only thing. Բան չունենք Աստծու բերելու։ Բացի մեր շնորհակալ սիրտը, բացի գոհունակություն հայտնելը, բացի երգով ու տաղով ու բոլոր զգացումներով, մեր բոլոր ներքնաշխարհով Աստծուն thank you O Lord ասել։ Հարցամ քեզ։ Աստծուն շնորհակալություն հայտնում ես անձիդ մեջ, մտքիդ մեջ, տանդ մեջ, նույնիսկ կերակուր կերած ժամանակ, թե ոչ նստում ես ու հենց սկսում ուտել, առանց Աստծուն փառք տալու։ Գիտես որ այդ կերակուրը Աստծուց է գալիս քեզ։ Չես հավատում, բայց Աստվածաշնչի առաջին գլուխը, եւ որ Աստված ստեղծեց այդ բոլոր բարիքները, ասաց սրանք տալիս եմ քեզ ինչի համար։ Կեր լինելու համար, կերակուր ուտելու համար։ Փառք քեզ Տեր Աստված։ Այս ամբողջ ստեղծագործությունը կատարել ես, որպեսզի ես սոված չմնամ։ Երևակայեցեք սոված մնայինք։ Իրարու իսկ ուտեինք։ Բայց որքան Աստծուն փառք պետք է տանք, որ մեզ մեր մեղքերից ազատեց։ Մեզ դժոխքի խորքից ազատեց։ Մեզ հավիտենական կյանք տվավ, մեզ իր հետ հաշտեցրեց, մեզ իրեն հետ որդեգրեց, մենք եղանք լուսով որդիկ, մենք դարձանք հավիտենական կյանքի ժառանգորդներ, մենք դարձանք քահանաներ եւ թագավորներ եւ հավիտենապես իր հետ ապրողներ, մեզ տվավ մեզ երջանիկ հույս, այսօր երգեցինք։ Չարժի այս Աստծուն մի բերան շնորհակալություն հայտնել։ Չարժի։ Տեսեք, մենք գնում ենք խանութ, մի բաժակ կաթ ենք առնում, $5 տալիս ենք մարդուն, մարդը 25 cent վերադարձնում է, ինչ ենք ասում։ Thank you. Ինքն ասում է have a nice day։ Եթե մի բաժակ կաթի համար մենք օտարականին շնորհակալություն ենք հայտնում, որ 5 րոպե սպասարկություն արավ մեզ։ Բա Աստված, որ մեզ հավիտենական սպասարկություն արավ, իր որդին մեզ համար տվավ, քեզ համար, իմ համար տվավ, չարժի մի բերան ասենք, գոհանում ենք քեզանից ով Տեր Աստված։ Thank you Lord. Thank you Lord. Երեք բառը։ Isn't it worth it? Of course it's worth it. Պետք է մենք մեր բերանը բանանք եւ մեր սրտի արտահայտությունը մեր բերանով Աստծուն փառաբանենք, բայց սա կարող ենք անել, երբ որ պատրաստված ենք գալիս այդ անելու համար։ Լինի սա մեր օրվա ընթացքին կամ մեր շաբաթվա ընթացքին, տարբերություն չի։ Մենակության մեջ կամ հավաքի մեջ տարբերություն չի։ Միտքդ դիր սիրելի հավատացյալ, որ օր հարատևությամբ with perseverance Աստծուն գոհություն մատուցես։ Հենց այնքան որ առավոտը աչքերդ բանում ես ու ոտերդ հասնում են գետին անկողինից, փառք դու Տիրոջ, փառք քեզ Տեր Աստված այսօրվա համար էլ։ Help me, օգնիր ինձ քո խոսքիդ համաձայն ապրեմ։ Իմ տկարություններից մեջ ինձ զորացրու, իմ անելիքներից մեջ ինձ իմաստություն տուր,
Իմ ընտանիքս կառավարելու ուղղություն տուր։ Եվ Աստված տալիս է։ Միտքդ տիր, որ Տիրոջը փառավորես խոսքովդ, արարքներովդ, վարվելակերպովդ, քո բոլոր ընթացիկ կյանքի բոլոր առուտուրներիդ մեջ, գործիդ մեջ, ընտանիքիդ հետ, ծնողներիդ հետ, աշխատակիցներիդ հետ, դրացիների հետ, հավատացյալների հետ, որտեղ ասում է Սաղմոս կասեմ քեզ ազգերի մեջ, ժողովուրդների մեջ, մենք ժողովուրդների հետ գործ ունենք, առելիք տալիք ունենք։ Այդպես չի որ սարի գլուխն ենք ապրում։ Մենք էլ ենք այդում գործը, Մենք էլ ենք անհավատ մարդկանց հետ գլուխի դնում։ Մենք էլ ենք առուտուր անում։ Մեզ էլ են ճանանում խաբել։ Մենք էլ հաշիվներ ունենք տալու, բիլեր ունենք վճարելու։ Ուրեմն, ինչպես պետք է անենք սա։ Աստծո վստահած պետք է անենք։ Սրանք մեր հավատքի հավիտենական օգնություններն են, որ անհավատները այս benefit-ը չունեն։ They just do it without any benefit of the faith. But we do. Աստծուն փառավորելու ենք այս երկու հիմնական բաների մեջ։ 10-րդ համարով պիտի վերջացնեմ։ Որովհետև ասում է, քո ողորմությունը մեծ է մինչև երկինքը եւ քո ճշմարտությունը մինչև ամպերը։ If you boil down this whole thing, եթե այս բոլորը եռացնենք, տակը մնում է մեզ համար երկու benefit։ Աստծո ողորմությունը եւ Աստծո ճշմարտությունը։ Մնացածը սրանց է կախել։ Ողորմությունը անգլերեն թարգմանության մեջ ասում է ամրակուր կամ հաստատուն սեր, the steadfast love of God։ Եբրայեցիների մեջ խեսեդ բառն է։ Այսինքն այն սերը, այն գթառատությունը, որ պինդ է, հաստատ է, անշարժ է, հավիտենական է, անփոփոխ է։ Աստված իր հավիտենից առաջ իր նախասահմանյալներին սիրեց։ Տերոջ խոսքն ասում է նա մեզ սիրեց, երբ որ մենք տակավին նրան չէինք սիրում։ Առաջ որ մենք նրան սիրեինք, ինքը մեզ սիրեց եւ իր որդին մեզ համար փրկանք տվավ։ Ուրեմն այդ խեսեդն է։ Ողորմություն արավ մեզ։ Մենք չսիրվելիք վիճակի մեջ էինք սիրեներ։ Այդպես չէ որ շատ սիրվելիք էինք, որ Աստված մեզ սիրեց, ոչ։ Մենք ահավոր թշվառության մեջ ենք, մեղքի գերի եղողները ահավոր թշվառության մեջ են, Աստված ողորմեց մեզ, չտվավ այնինչ, որ մենք նրան արժանի էինք, այլ տվավ մեզ այնինչ, որ նրան արժանի չէինք։ Նաև ճշմարտություն բառը թեպետ անգլերենի մեջ հավատարմություն faithfulness-ը հիշում, բայց իրականության մեջ բնագրի մեջ ճշմարտությունը, այստեղ հայերեն ավելի ուղիղ է։ Ողորմած լինելու համար մեկը դիմացի հանդեպ շատ սեր պետք է ունենա, որպեսզի չտա նրան այնինչ, որ նա արժանի է։ Իսկ հավատարմությունը, որ անգլերենի մեջ կարդում ենք faithfulness, հաստատված է ճշմարտության վրա։ Հավատարմության արմատը ճշմարտություն է, որտեղ ճշմարտությունը չի փոխվում։ Ճշմարտության հենվածը միշտ մնում է հավատարիմ։ Երբ որ ճշմարտությունը անփոփոխ է, ճշմարտության հիման վրա արարքներն էլ հավատարիմ են, այսինքն վստահության արժանի են։ Երբ որ մեկը ճիշտ գործ է անում, դու նրան վստահում ես, ասում ես հավատարիմ է։ Ինչու՞, որտեղ ճշմարտության հիման վրա է աշխատում։ Աստված այդպես է աշխատում սիրելիներ։ Աստված ինքը ճշմարտությունն է, եւ իր բոլոր գործերը ճշմարիտ են։ Նրա մեջ ստություն, խաբկանք, դարձված գիշուկ անգամ չկա, ասում խոսքը։ Ուրեմն, երբ Աստված աշխատում է ճշմարտության հիման վրա, մենք Աստծուն գտնում ենք հավատարիմ, faithful. So therefore we praise God for his faithfulness because he operates upon truth. Immutable truth, unchangeable truth. Դրա համար հավատացյալներիս համար ասում է, որ երբ որ նայում ենք Աստծո ողորմության եւ ճշմարտության, Դավիթն ասում է, քո ողորմությունը մեծ է մինչև երկինքը։ Երկինքը մեզանից շատ բարձր է։ When was the last time you flew an airplane? Մի քանի շաբաթ առաջ ես օտանավով թռնում էի։ Օտանավը բարձրացավ եւ սլացավ, հասավ 35000 ոտք։ Հետո նայեցի, այս 35000 ոտքը 10000 մետր է։
10,000 մետր, այսինքն 10 կիլոմետր մենք վեր ենք։ 10 կիլոմետր այստեղից մինչև Pasadena օրինակ յամա։ Ուղիղ վեր։ Այդ բարձրությամբ է թռնում։ Բայց երբ որ պատուհանից վեր ես նայում, դեռ երկինք կա։ Մանավանդ երբ որ գիշերն ենք թռնում, ես մի քանի անգամ փորձել եմ, գիշերը թռչած ժամանակ ուզում եմ նայեմ տեսնեմ վերը աստղերը երևում են թե չէ։ Ինքան բարձր սև է, մութը չի երևում, ուշման չի երևում։ Ուրեմն երբ Աստծո խոսքն ասում է քո ողորմությունը բարձր է մինչև երկինք, այսինքն շատ բարձր է։ 10,000 ոտքը համեմատած բոլոր անջրպետին ոչնչություն է։ Ուրեմն Աստծո ողորմությունը երկնքի բարձրության պես շատ է։ Դրա համար Եփեսացիս 2:4-ի մեջ Պողոս առաքյալը բացականչում է, he's crying out loud, ասում է, բայց Աստված, որ մեծ է իր ողորմությամբ, իր շատ սիրուին համար, մեզ սիրեց, երբ որ մեռած էինք, մեր հանցանքներումը մեզ իր Քրիստոսի հետ կենդանի արավ, because of his great mercy. Եվ նաև քո ճշմարտությունը մինչև ամպեր, լավ, հիմա Դավիթը օդանավ չուներ, այս օրերին որ օդանավով թռնում եք, ամպերից վեր է սլանում եւ ամպերը ոտի տակ դեն երևում, կարծես բամբակի պես։ Բայց այն օրերին, երբ որ Դավիթը նայում էր երկրագնդից դեպի ամպերը, այդ ամպերը շատ բարձր էին երևում իր համար, անհասանելի էին։ Ուրեմն ասում են, քո հավատարմությունը շատ վեհ է։ Your faithfulness, քո ճշմարտությունը այնքան բարձր է, որ դու հավատարիմների հավատարիմն ես։ Էլ քեզանից ավելի շատ հավատարիմ մեկը չի կարող լինել, ինչև ամպերը բարձրանում են քո հավատարմությունը։ Նաև ամպերը սիրելիներ օրհնության աղբյուր են։ Ամպերը մեր վրա անձրև են տեղացնում։ Ամպերը մեր չորացած քիմքը հագեցնում են։ Ամպերն են, որ մեզ ջուր են հասցնում։ Թեև օվկիանոսի ջուրը խմվելիք չի։ Եթե օվկիանոսի ջուրը ամպի չվերածվի եւ անձրև չդառնա եւ երկիրը չոռոգի, ոչ բուսականությունը կապրի, ոչ էլ ես ու դու կապրենք։ 3 օրվա մեջ մենք կցամքենք, կմեռնենք։ Աստծո ճշմարտությունը մեզ ոռոգում է։ Այսինքն it gives us our needed water. Մեզ լցնում է, մեր փափակը հագեցնում է, մեր պապակը, մեր կիզված, մեզ այրված լեզուներն ու քիմքերը հոգևորապես եմ ասում, մեզ ջրում է, մեզ ոռոգում է։ Մեզ համար կյանք է։ Հարց տամ քեզ։ Քո համար կյանքը որտեղ է։ Դրան պիտի պաշտես, դրան պիտի գովես, ամեն օր նրան պիտի հետևես, ուրիշ ոչ մի կերպ չկա, առանց Աստծո ճշմարտության մեր մեղքերի կիզանքից փրկություն չկա, ոչ մի ուրիշ բանի չես կարող վստահել, որ քեզ երկինք տանի, բացի Տիրոջ ճշմարտությունը, թե նա ով մեզ սիրեց, իր որդին ուղարկեց, որ մեր տեղ ապրի ու մեռնի եւ մեզ երջանիկ կյանք տա։ Դրա համար Դավիթը վերջին համարում ասում է. բարձրացիր ով Աստված, քո երկրի վրա լինի փառքը։ Ուրեմն այս սաղմոսը մեզ ուսուցանում է, որ մենք Աստծուն պաշտող եւ գովող հավատացյալներ լինենք, որ մենք հավատքի օրհնությունը վայելելու համար կարգավարժ լինենք. we have to have discipline. Ուշադիր լինենք, կազմակերպված լինենք, պատրաստությամբ Աստծուն պաշտենք։ Ուսուցանում է, որ մենք Աստծուն պիտի պաշտենք նախապատվությամբ դիտավորյալ կերպով։ Ուսուցանում է, որ մեր պաշտամունքի ուղն ու ծուծը պիտի կենտրոնանա մեր գոհունակության եւ շնորհակալության մեջ։ Ուսուցանում է, որ մենք թե անհատապես, թե ընտանիք եւ թե եկեղեցիով հարկ է, պետք է, սա մեր պարտականությունն է, հաճելի պարտականությունն է, որ Աստծուն գովենք, սիրենք, ծառայենք, պաշտենք։ Որպեսզի Եփեսացիս 3:17-ի մեջ համարների համեմատ Քրիստոսը
հավատքով բնակվի ձեր սրտերումը եւ դուք սիրով արմատ գցած եւ հաստատված լինեք, որ ամեն սրբերի հետ իմանաք, թե ինչ է լայնությունը եւ երկարությունը եւ բարձրությունը եւ խորությունը, որպեսզի ճանաչեք Քրիստոսի սերը, որ ամեն գիտությունից գերազանց է, որ Աստծո ամեն լիությունով լցվեք. Here's our sufficiency. Ամեն լիությունով լցվեք. Բայց նրան, որ կարող է առատությամբ անել ամեն բաներից ավելի, որ խնդրում եւ իմանում ենք, այն զորության չափով, որ մեզանում ներգործում է, նրան փառք լինի եկեղեցում, որ Քրիստոս Հիսուսի մեջ է ամեն տարերում հավիտյանս հավիտենից ամեն։ Սա լինի մեր յուրաքանչյուրի բաժինը եւ օրհնությունը։ Տեր օրհնիր խոսքը բոլորիս համար աղոթենք։ Փառք քեզ մեր Տերը, մեր բավարարությունը, օրհնես խոսքդ մեզ համար եւ օրհնաբեր անես մեր կյանքերի մեջ։ Իբարս քեզ